Բարլույս ժողովուրդ ջան, այսօր ազատ եմ, բայց էլի տունը չենք մնում։ Աշոտ հետ դուրս ենք եկել, խանութներ պետք է մտնենք, մի հատ մտնենք նայենք այս հագուստեղենի խանութում ինչ կա։ Շատ բարև ժողովուրդ ջան։ Խանութը քանդում են, Խանութս քանդում են, օքեյ, գնանք լնանք, եթե ենք քանդում։ Հայաստան կնդենենք։ Սկզբում ակցիոն մտնենք։ Հա, լավ, գնացինք մի հատ ակցիոն մտնենք, հետո նոր կանք այս հագուստի խանութ տեսնենք ինչի ենք քանդում։ Հա։ Մի հատ մի բան վերցրա, հա, կարող։ Որն ես վերցնում։ Սրանցից, չէ՞։ Հա, այս էլ վերցրա, նորեն գնացինք, տեսնենք այստեղ ինչ ակցիա սրբիչներ են 5 եվրո հալավ ինձ ակցիան ոնց որ չի էլ հետաքրքրում Իրոք տեսնենք Աշոտ ինչ ես տեսել մի րոպե նայենք ես ինչ Աշոտ Որոստենք սուսին ձերն ես։ Հա, բա ինչ կանի մի րոպե հələ տեսնենք Ակրիլի համար ներկեր Այ բայց ես վերջի ես նենց հավեսս գալիս է որ նկարեմ ինչ-որ բան Հա, սրանք ամեն ինչս ակրիլի համար է Ներկեր Կարող է սկսենք մի քիչ նկարել Իմ հավեսը գալիս է անկեղծ ասած Սրանք լրիվ ներկելու համար են Բրձիններ լավ ես պետք է հələ որոշել նոր Գնանք սոսիս նայենք Աշոտ Բայց նայած ինչի համար ես վերցնում Այս թելերի մոտից էլ ես անտարբեր չեմ անցնում էլի Գնա հələ Հակոբյան Գնա հələ տեսնենք Հա, դե գնա նայ ես էլ ես կողմը նայեմ Մի րոպե տեսնենք այստեղ եթե բան պետք լինի չլինի մեկը ես նայում եմ Դեդեր իրականում մենակ լողանալու գել պետք է վերցնեմ Այս ինչ էր տեսնենք Րոպե Հա, պապկա է Պապկա Կներեք բայց չեմ կոչկում Որտեղ ինձ հարմար չի մի ձեռով, շատ ներողություն Հա, սեղանի շորեր պետք է նայեմ Տոպրակներ ունենք պետք չի Հասրանք էլ աղբի ամանների թարմասնող բաներ են Այսինքը փոշու նման բան հա երևի մեջը Գնանք առաջ տեսնենք Դեն շատ բան չունեմ առնել, ուղղակի Աշոտը պետք է մի հատ սոս ինձ վերցնի, ես էլ պետք է, հա, ժավել պետք է վերցնեմ, այս բանը, ժավել, մի հատ սրանից կվերցնեմ, ես Աշոտը զամբյուղը բերի, մի հատ ես զուգահանի գելից, քանի մեքենայով ենք, տանենք, մի հատ էլ այս մեկից, հիմա սպասենք Հակոբյանը գա, Մեր ինչ կա ստեղ, frank բրը զուգանի համար բաներ են Գնացի Աշոտի մոտից բերեցի ես կարը, հիմի ժավելները տնեմ մեջը Անջատ եմ հանգստում Ֆրանկալանիզացիայի
Խցանման համար եմ, բայց ունեինք ոնց որ պետք չի։ Մի րոպե տեսնենք այստեղ ինչա բաղնիկը մաքրելի դրան կարել եմ անցյալ անգամ։ Էս էլ եմ արել։ Հա, բայց այս մեկը ոնց որ վերջանում է։ Այն մեկը ջեռոց մաքրելու։ Այս սրանից մի հատ կվեր։ Հա, մի հատ սրանից կվերցնեմ։ Ինչո պնայինք լը։ Էս էլ բանա, կացաղ, չէ, էսենցիալ, հա, կացաղ մաքրության համար։ Մի հատ էլ սրանից վերցնենք։ Այս ծանր բաները մեքենայով հարմար է էլի տանելը։ Այս նույնից է։ Այս ինչա, այս էլ ամեն ինչ մաքրելու համար։ Ամեն ինչ մաքրելու համար մի հատ վերցնենք։ Չավես լավ բաժին է։ Այս կողմում խոհանոցի մաքրելու։ Լավ սրանցից ոնց որ էլ պետք չի, որտեղ ահագին առել կուտակել եմ։ Հիմա նայենք լամանի հեղուկ ունեմ։ Այս սպունգներից ես էլի կվերցնեմ, սրանք շատ լավն են։ Հիմա նայենք այս կողմում սեղանի։ Գտար ինչ-որ բան։ Սրանով կծին ենք են իսուր վահիլած։ Պլաստիկ բաներ են կծին։ Հա, այդ ուրեմն։ Մի րոպե ես վերջերս ես չեմ գտնում այստեղ իմ ուզած սեղանի շորերից, սեղան մաքրելու ջնջոցներից։ Հա, կարող է այս կողմն է։ Կարող է ես լավ չեմ, չի, ավելի շուտ փոշոր շոր, հա, այս տեսակ կա, էսա, նատուրալ, իրավ, հա, ես մի հատ ես տեսակ բանա, չէ, գնանք, ինչ որ ես ուզում եմ չկա, իրավնենք, սրանք հատակը սրծվելու, գնանք լողանալու գել պետք է վերցնեմ, կողիչներ, սել հա ասում ենք ու չենք առնում, բայց արդեն հիմա էլ պետք չի, որովհետև հիմա էլ պետք չի, ձմեռը վերջացավ։ Արի շուտ գնանք, այս կոմը վիշնենք, այդ կոմը լիքնա։ Որից ես չգիտեմ, որից ես սիրում։ Բայց սրանք տեսակ բան երևի։ Մի րոպե նայեմ ինչա, հավի մսով է, լավ, մի հատ վերցնենք, կարող է ուտի։ Ահա, գնացինք։ Ուսիչ դիմակո։ Յո։ Այս շների բաժինը։ Ահա։ Օղակ չառնեմ, մի քիչ պտտեմ մեջքս նիհարյա շուտ։ Օղակ։ Մանկություն ես էշի։ Չէ, բայց խի մանկությունը։ Այ։ Սա մի հատ էլ լողանալու գել դուրս գել վերցնեմ։ Գելերը այստեղ են աշուճան, մենակ մի հատ էլ աղվես, մի րոպե նայենք լավանդայի հոտը։ Տենց վատ չի, կարող է ես լավանդա էլ վերցնեմ։ Այսի եկա։ Palmolive էս, սպասիլ հոտ քաշեմ, նայեմ հոտը լավն է։ Բատ չի, լավ սպասի։ Ես ծաղկային հոտը վերցնեմ։ Սե ալոյ վերա, այս ինչ մեծ ամանով այս չի տեսել նախկինում մարմնի դեմքի ձեռքերի համար։
օգտագործելը սենց ավելի հարմար է։ Բայց այս սրանից մենք ունենք հələ չենք օգտագործել վերջացրել, այնպես որ պետք չի։ Դեո պետք է վերցնեմ, իրականում այս ֆիրման ես տեն չեմ սիրում, բայց ես առանց ալյումինի այս կվերցնեմ մի հատ էլ, մի րոպե նայեմ ինչ կվերցնեմ։ Մի հատ էլ երևի սրանից վերցնեմ։ Ես էլ առանց ալյումին, չէ երևի գրած չի։ Հետևի մանր տառերն են, խոշորացույցը պիտի հետս բերեմ, որ կարդամ, լավ ես երկուսը վերցնեմ։ Մատիտ չէ, բայց սիրով վրձին կուզեի աշուտ, նկարեի։ Հա, ինչ-որ ջրաներ, կբան։ Այս կողմից վերցրինք անցել անգամ։ Էսա, ես արդեն գտել եմ Հակոբյան, էսա։ Դուրից չունի, չէ։ Սրանց ես ուզում։ Չէ։ Ավորից։ Բայց Անցել անգամ սրանց էին կարել։ մարմելադը երբ ասացիր։ Նուգա։ Էդելա նուգա չեմ։ Այս սրանցից պետք է վերցնեի, մոռացա։ Այս սրանք ծնկի ցավի բանի համար։ Ահա։ Էլ ուրիշ չկա, մեկը մեջքի համար է, թևի։ Էս ինչա, էս էլ մկանների էլի, լավ լանջատեմ նայեմ որն եմ վերցնում։ Ակցիոնից վերջացրինք դուրս կանք, Աշոտ ես սպասում եմ այստեղ։ Պայսակը դնի Աշոտը մեքենայի մեջ կա։ Պայսակներ դրել էինք մեքենայի մեջ, բայց հետներս չէինք վերցել, մենակ ես իմ շորից պայսակներ, բայց այնտեղ այդ մաքրության բաները ծանր էին։ Աշոտին ասեցի գնա դու մեքենայի միջից պայսակ բեր, ես այստեղ կսպասեմ։ Ու այնքան հետաքրքիր է, ինչքան էլ հերթ լինի, չէ՞, հետևը կանգնած, ոչ մեկ չի բողոքում, որ ասենք դժգոհ են էլի, որ պետք է իրանք օրինակ իմ պատճառով սպասեն։ Համբերատար խելոք սպասում են մարդիկ։ Այդ երևի հենց այդ է քաղաքակրթությունը։ Ահա, տեղավորի կա Աշոտը մտնենք մի հատ էլ էս հագուստի խանութ ու էսի ոնց որ խանութը վերանորոգում են անում, հիմա չգիտեմ, բայց նոր կոլեկցիա ստացել են։ Հիմա չգիտեմ, ուզում են փակեն թե չէ, էսա ներսը քանդել խառնել են իրար։ Մտնենք նայենք։ Փակեցիր դու Աշոտ։ Փակեցիր։ Ահա, գնացինք, չէ, հիշացնեմ պետք է, որ փակի հիմա ամուսնյակը։ Խանութը կիսել վերանորոգում են, այն կողմում վերանորոգում են։ Ինչ գցեցին ուժեղ աղմուկ եկավ, ես կտրել եմ ձայնը, վրա այդ ձայնագրում եմ, որտև երաժշտություն է միացրած խանութում։ Այս գործվածքից մայկան ամառային 20 եվրո արժի։ Վատը չի։ Գնանք հլա առաջ, նեղվածք է այս կողմում արդեն ամեն ինչ բերել են այս կողմ են, կեսը վերանորոգում են։ Սրանք ով որ նոր հաճախորդ է դառնում, 10% զեղ չեն տալիս, 15 եվրո արժի այս մայկան։ Գնանք նայենք, անցյալ շաբաթ այս խանութում լավ զեղչեր էին, զեղչի վրա նորից 50% զեղչ էր գալիս, հիմա այլ ուզում եմ նայեմ, տեսնենք հլը կա թե չէ, էս են հա զեղչված հագուստեղենը, բայց 50%-ը հանել են, այսինքն ինչ որ հիմա զեղչվել է, դա։ Այս օրինակ 20 եվրոյա, եթե անցյալ շաբաթ առնեի, 10 եվրոյով կառնեի։ Հա, հանել են 50% զեղչը չկա, այս սիրուն կտորա, բայց շատ կարճ է։ Մսի խանութ մտանք, հենց կողքն անմիջապես այդ խանութի, այստեղ պատրաստի ուտելիքներն են, միս են վաճառում ու պատրաստի ուտելիքներ կան։ Լազանյեն արժի 12 եվրո, պիցան լավ մեծ է, արժի 8 եվրո։ Տարբեր ճաշակների, տարբեր քիմքերի համար այստեղ կիսաֆաբրիկատներ կան, որ տանեն դնեն ջեռոց կամ տաքացնեն ուտեն։ Այս օրինակ մի պորցիան արժի 9.16։ Այս ինչա ձուկ ու ծովախեց գետին 7.70 արժի։
Այստեղ օրինակ նապաստակի միսա, լոբի ու բանջարեղեն են։ 8.40 արժի։ Այստեղ իհարկե գները լավ բարձր են այս խանութում, բայց մեկ-մեկ զեղչեր էլ ա լինում, ոչինչ, ահագին օգտվում են մարդիկ։ Աշոտն ասում ա ձուկ չես ուզում վերցրա, բայց չեմ ուզում, որովհետև հենց 3 ձուկ ենք կերել, չէ, հիմա էլ չեմ ուզի։ Այս կողմում, այսա Ատլանտյան օվկիանոսի սաղմոն կա, գինը կիլոն արժի 32 եվրո։ Այս ծով ախեցգետինը արժի 15 եվրո։ Ոչխարի միսը լավ բարձր գին ունի, այս Աշոտը նայում ա։ Ոչխարի միսը այս տեսակը արժի 25 եվրո, իսկ այս որն է 43 եվրո, հա, շարանները 43 եվրո։ Սրանք էլ արժեն 24 եվրո։ Սրանք խոզի կոտլետներ, շարաններ են։ Այս մսեղենից բան պետք չի, հավի մսերն են այստեղ, այնքան որ մտել ենք, որ Աշոտը ուզում ա խոզի տոտիկներ առնի, այդ համար ենք մտել։ Հավի մսերը ուրեմն անցնենք սրանցից, այստեղ հավի կրծքամիս, էլի պետք չի, ունենք խոզի միսա այս միամանը արժի 10 եվրո, իսկ կիլոն 8 եվրո է, 7.99։ Այստեղ մեր մոտ խոզի միսը էժան է օրինակ, իսկ տավարի միսը թանկ է, բայց Հայաստանում էլ էր այդպես, սուպերմարկետում տավարի միսը ավելի թանկ էր, քան խոզի միսը։ Էսա տավարի միսը, հիմա նայեք այս ֆիլեները կիլոն 25 եվրո արժի, այսինքն մոտավորապես 10,000 դրամ մի կիլո տավարի միսը։ Խոզի ոտերը ինչ արժի շուտ։ Երկու հատը 400 գրամ արժի 3.39, կիլոն 4.24, չէ՞։ Կիլոն հավացեցի 3.39, իրեկադեդի 10 եվրո անում պրազմացի։ Հա, 10 եվրո։ Հա։ Սրան նապաստակի միս 16 եվրո։ Են էլ ամբողջական նապաստակի 11.69։ Մեր սուպի հավերից։ Հա, այսինքն համոն փարիստա է պատրաստում։ Կոմից երիկա։ Այստեղ նաև սառեցրած կա այսպես, հավի պտիկներ կամ թևեր, սրանք արժի 5 եվրո կիլոն, ինչքան է, 5 կիլո, չէ, բայց սրանք լավ չեն։ Հանգիստ բացում է։ Սպասի բացեմ, նայեմ ինչքան հանգիստ է բացում։ Վայ, իրոք շատ հանգիստ է։ Էլ չեմ ձգել։ Կնոպին սեղմում ես։ Դժվարությամբ էր բացում, սարքելա տվել, շատ լավ բացում է։ Այս իմ պայսակը տուր վերցնեմ, Աշոտ ջան։ Այս դատարքի տուր, այս հագուստի խանութում երկար չնկարեցի, այնտեղ վերանորոգում էր, լրիվ կուտակել էին մի կողմի վրա։ Զեղչերն էլ անցաշաբաթ որ եկել էինք, համ զեղչել էին, համ էլ 50% նորս կասայի մոտ էին զեղչում, հիմա այդ չկար։ 50%-ը հանել էին, մենակ զեղչերն էին թողել, այդ արդեն թանկ էր։ Աշխատողներից մեկը խոսալդվան հարցրի պատասխանեց զեղչերի մասին, ակցենտից զգացի, որ ռուսա կամ ուկրաինացի էլի։ Խոսացինք, շատ հաճելի կին էր Իրինան։ Բարձվեց կենտից է գալիս, ասեց ստաժյորա, պրակտիկա է գալիս այստեղ էլի, որ հետո աշխատի։ Այսինքն ոչ թե կենտից է գալիս, այստեղ է ապրում, բայց կենտում է սովորում։ Շատ հաճելի կին էր։ Խոսացինք, ասում այստեղ աշխատող չեն ուզում, ասում է 4-5 հոգի աշխատող են ընդամենը, մնացածը պրակտիկանտներ, ուսանողներ գալիս աշխատում են։
Էս նա չխփի քո մեքենան, Աշոտյան։ Արի, մտնենք մի հատ էլ էսը մոտիկ ալվի կա, էսը մտնենք ծաղկակաղան բան առնենք ու գնանք տուն։ Սպասեմ Աշոտը զամբյուղը միշտ ասում կար վերցնի։ Այստեղ էս բան երևի պետք է առնեմ։ Ալդից ենքան առևտուր չենք անում, որ տեղերն ենք չգիտենք, մենք նայենք։ Սպասի Աշոտ։ Աշոտ, այստեղի հալած բան, ինչ մուրաբաներ կան, մեղր, որն ենք վերցրում։ Համիքս մի հատ վերցրի։ Մի հատ էս հալածից կարող է լի սարի։ Արդեն տականում է ասի։ Գալին նրան չես Մի հատ վերցրի։ էլ սառած վերցրում, լավ։ Մուրաբա առել ես։ Պետք չի, գնանք առաջ։ Գիտես ինչ եմ ուզում, այս ռադից եմ ուզում, Աշոտ, սպասի։ Այս հալած պանիրներից։ Նա, պանիրի հարցնելուց։ Պանիրի հարցն էլ լուծեցինք, հիմա գնանք բանջարեղենի բաժինը։ Կատ պետք չի, Աշոտ։ Կատ։ Իսկ ձու առել ես, չէ։ Ձու չգիտեմ, մի ամանը բերել ենք մնում ով այդ։ Այս կողմը չգիտեմ ինչա պետք, գնանք լա բանջարեղենը նայենք։ Սրանք ուզում ես։ Չէ։ Են մեր կեչուպը շատ լավն էր։ Առաջորն է իր առել լավ։ Այս ռոլիկները տեղին չհասած տոկակներ կան, հեսա տնելու։ 1.50 վարունգը, ծուկնի։ Ես կալի այ բաց գույնից առնել, են մյուս խանութից։ Այս քաղցր պղպեղից վերցնենք։ Լավն է, հա? Ծաղկակաղամբ։ Տուն եկանք ժողովուրդ ջան։ Առևտուրը դատարկեցինք։ Իսկական գարուն է, այս բաճկոնով շատ հաստ է, իզուր էլ հագնում եմ։ Ահա։ Վերջ, ոնց որ Աշոտն է միշտ անում, ես էլ դնեմ առաջինի վրա սկորոստը, պերվի, միշտ սովորություն է, չէ, պերվի վրա, առաջինի վրա դնեմ, անջատեմ մտնենք տուն։ Որպեսզի վլոգս երկար չլինի, սիրելի բարեկամներ, կընդհատեմ այստեղ շարունակությունը արդեն, թե ինչ գնումներ արեցինք, ցույց կտամ հաջորդ վլոգում, որովհետև որ երկար է լինում, գիտեմ, որ ձանձրալի է լինում, դրա համար այսքանով այս վլոգը կավարտեմ։ Շարունակությունը արդեն կնայեք հաջորդ վլոգում։ Լավ մնացեք, կհանդիպենք, հաջողություն։